Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ եւ պետք է լինի անվախ եւ պետք է ունենա քաղաքական չեզոքություն։ Արդյոք սահմանադրական դատարանը այս 3 չափանիշներին համապատասխանում է թե ոչ։ Չի համապատասխանում։ Չնայած այս գնահատականին ընդդիմությունը վաղ այդ նույն սահմանադրական դատարանում վիճարկելու է խորհրդանական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանը ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է թվով 3 որոշման հնարավորություն։ Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ, սահմանել մանդատների պաշտման կարգ։ Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվեստացած ուժեղ Հայաստանը իշխանության ձայներից շուրջ 100,000-ը կասկածելի է համարում։ Հայաստանի Հանրապետությունում ինչի 1,475,000 անձ պետք է մասնակցի ընտրությունների, բոլորի անձնագրերը աշխատեն բացառությամբ 80,000, շուրջ 80,000 մեր հայրենակիցների։ Ինչի համար։ Այս 100,000-ի թվում է չհրապարակվող ցուցակներում հաշվառված ընտրողների թիվը։ Անցած ընտրություններում այդ ցուցակում շուրջ 11,000 է եղել, այս տարի 6,000-ով ավելացել է։ Այդ ինչի հաշվին հարցնում է իրավաբան Վարդևանյանը։ Սա էլ են դատարանում փորձելու պարզել։ Մենք այս խնդիրը ներկայացրել ենք սահմանադրական դատարանին նաև միջնորդությամբ, որ փորձենք հասկանալ ի վերջո ովքեր են մեր այդ հայրենակիցները, շուրջ 17,000 թիվ կազմող։ Սահմանադրական դատարանը բավարարել է այս միջնորդությունը եւ կարծես այս տվյալները պետք է հասանելի դառնան մեզ սահմանադրական դատարանը։ Գաղտնի ցուցակների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո պարզաբանել է, այդ ցուցակներում քրեակատարողական հիմնարկների ընտրողներն ու զինծառայողներն են, եւ այդ տվյալները միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրություններում են, որևէ ձևով հրապարակման ենթակա չեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ էր արել շահարկումներից զերծ մնալ։ Հիմա ինչպես պետք է վերահսկողական մեխանիզմ իրացվի այս 100,000 ձայների նկատմամբ։ Իդեպ այդ 100,000-ն էլ նենց հետաքրքիր զուգադիպությամբ վճռորոշ թիվ է։ Ընտրությունները իշխանության ու ընդդիմադիր ուժերի համար հավասար պայմաններով չեն եղել, որի վերաբերյալ վաղը հիմքեր կներկայացնեն։ Ամենագլխավոր խախտումը ըստ Վարդևանյանի 3 տեղամասում վերաքվեարկություն չանցկացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է։ Այս տեղամասերում քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հետևանքով երրորդ ընդդիմադիր ուժը ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Վարչական դատարանը իր վճռով ուղիղ գրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն։ Ստիպված է։ Այսինքն այստեղ կամ վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ։ Կամ թող արձանագրվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանից վեր մարմին է։ Իշխանության ընտրակեղծիքների համար մեղադրող ընդդիմադիր ուժերին էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընտրակաշառքով ընտրվելու համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա, 52 հոգի կալանավորված է, 48-ը տնային կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է ուժեղ Հայաստանին 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժին։ Դատարան է հասել 14 քրեական գործ, վճիռներ դեռ չկան։ Ընտրակաշառքով ընտրվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, բայց սահմանադրական դատարան չի դիմել։ Փոխարեն ընտրակաշառքի հարցը սահմանադրական դատարանում կբարձրացնի Հանուն Հանրապետության կուսակցությունը, որ նվազագույն շեմը չի հաղթահարել։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված անկախության խնդիրները ակնհայտ են։ Քաղաքական ուժերի դիմումները քննող դատավորների կազմում է Սեդա Սաֆարյանը, որ 2021-ի ընտրություններում Հանուն Հանրապետության կուսակցության մասնակցությամբ դաշինքի երրորդ համարն էր։ Սահմանադրական դատարանի օրենքով դատավորի մասնակցությունը որևէ գործին անհնարին է, եթե կանխակալ վերաբերմունք կա դատավարության մասնակիցների նկատմամբ։ Վաղվա նիստին Սաֆարյանի մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանում հունիսի 21-ին նիստ է հրավիրվել, բայց որոշում չեն ընդունել, բավարար թվով ձայներ չեն եղել։ Արդյոք նույնիսկ Սեդա Սաֆարյանը, որ նախկին իշխանությունների օրոք պայքարում էր օրենքի խախտումների դեմ, խնդիր չի տեսնում իր մասնակցության վերաբերյալ։ Դատավոր Սաֆարյանից այսօր պարզել չհաջողվեց, զանգերին չպատասխանեց, իսկ դատարանում ուժեղ Հայաստանին հիմնավորումները ներկայացնող Արամ Վարդևանյանը պնդում է, Սեդա Սաֆարյանը իրավունք չունի մասնակցել վաղվա նիստին։